մտքերի փոխանակության համար։ Ու քանի որ ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ դահլիճում չեն, քաղաքացիական պայմանագրից միայն կլինեն ելույթ ունեցողները եւ գրանցվողները որպես այդպիսի։ Առաջինը ելույթ կունենամ ես, պատրաստվի Արայք Հարությունյանը։ Հարգելի գործընկերներ, ես նախ ուզում եմ մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչ տեղի ունեցավ քիչ առաջ։ Ազգային ժողովի նիստերը վարելու առաջին իսկ բայց ինձ թվում է բոլոր գործընկերները նկատած կլինեն, որ ես ընդգծված վերաբերմունք ունեմ առհասարակ դահլիճի կարգապահության նկատմամբ, ու իդեպ դա անում եմ առանց խտրականության։ Թե մեր խմբակցության նկատմամբ եւ թե ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ, եւ դա նույնիսկ իմացա, որ արժանացել է ընդդիմադիր падգամավորներից մեկի, տենց կոշտ գնահատականին, թե ինչու է նույնիսկ սեփական թիմակիցներին նախազգուշացումներ հայտարարում եւ այլն։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը նիստը նախագահողին տալիս է լիազորություններ, եւ այդ լիազորությունները կիրառելի են։ Այդ լիազորությունները ուղղված չեն որևէ մեկին նսեմացնելուն եւ որևէ մեկին վիրավորելուն, բայց հազար ներողություն, երբ որ падգամավորի նկատմամբ կիրառվում է նախազգուշացում եւ ասվում է լռեք հարգելի պարոն Էսինչյան եւ հարգելի падգամավորը տեղից ասում է չեմ լռի, ես է ձեզ եմ նախազգուշացում հայտարարում, դրան հաջորդում է հաջորդ կարգապահական տույժը, դրան է հաջորդում է հաջորդը դահլիճից հեռացում, ու երբ որ падգամավորը ասում է, որ ես երբ ուզեմ այդ ժամանակ դուրս կգամ, այդ ժամանակ նիստը նախագահողը պետքա ցույց տա, որ չէ, դա այդպես չի, երբ որ նիստը նախագահողը ասում է լքեք դահլիճը, դուք լքելու եք դահլիճը։ Հակառակ պարագայում ուրիշ արտահայտություններ մի արեք, որ հետո այդ ձեր արտահայտությունները բան չլինի, բայց ես իրականում ավելի շատ ուզում էի այս պահին ազգային ժողովի շենքը ըստ երևույթին լքած ուժեղ Հայաստան խմբակցության հետ խոսեի փոքրինչ նրանց ղեկավարի այստեղից ունեցած ելույթի մասին, որտեղ այդ ելույթը իմ համար չգիտեմ ինչ էր։ Ես անկեղծ ինչքան տենց լսեցի այդ ելույթը, այդքան իմ համար ուղղակի աբսուրդի ժանրից էր։ Հասկանում եք Սերժ Սարգսյանի փաստացի հանրապետական կուսակցության շարունակությունը այստեղ ուժեղ Հայաստան դաշինքը այստեղ եկել է ասում է դուք պատերազմի կուսակցությունն եք, դուք մեզ մեղադրում էիք նրանում, որ Ռոբերտ Քոչյանն էր մեր թեկնածուն, հարգելի գործընկերներ, եկեք ձեզ մի հատ պարզ բան ասեմ։ Միջև ընտրությունները առհասարակ ուժեղ Հայաստանը ամեն կերպ փորձում էր ցույց տալ դիստանցավորվել Ռոբերտ Քոչյանից ու նրա Հայաստան դաշինքից, այդպես է թե այդպես չի։ Ամեն կերպ ցույց էին տալի, թե իրանք իրար հետ կապ չունեն։ Այմարտ ընտրությունների գիշերը հենց եկավ, հենց այդ քվյատուփերը բացեցին, մեկ էլ իրանք մամուլներով սկսեց գնալը, միասնական ընդդիմությունը միասին այսքան ձայն է հավաքել։ Միասնական, բայց ընդդիմությունը, որ միասնական էր միջև ընտրությունները, ինչի չէիք ասում։ Մենք ասում էինք, որ դուք միասնական եք։ Այո, ես անձամբ ասում էի, որ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչյանը միևնույն դաշինքի մեջ են։ Եվ գիտեք ինչ, որպես ապացույց, Էսա, որպես ապացույց, մի խմբակցությունը դուրս եկավ, մյուսը հետը դուրս եկավ, որպես ընդդիմություն գործում են նույնական, միասնական ընդդիմություն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իրենց հետընտրական վարքագիծը ակնհայտորեն փաստացի ապացուցում է մեր նախընտրական խոսույթը իրենց միասնական լինելու մասին։ Ասում են Սամվել Կարապետյանն էր մեր վարչապետի թեկնածուն։ Կներեք, որ Սամվել Կարապետյանն էր ձեր վարչապետի թեկնածուն, այս ընտրություններից արդեն քանի ամիս անցել է։ Ինչու միջև հիմա ձեր նախկին ապագա վարչապետի թեկնածուն կամ նախկին ապագա վարչապետը կամ հավերժ հաջորդ վարչապետը, որ ձևակերպումը ձեր սրտին ավելի մոտ է, ինչու միջև հիմա չի հրաժարվել Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից։ Կարող է հիմա էլ արդեն Կիպրոսի վարչապետի թեկնածու, Կիպրոսի գործընկերներին պետք է հարցնենք, թե հիմա Ռուսաստանում դումայի ընտրություն ենք, կարող Ռուսաստանի դումայում ուզում առաջադրվի, չգիտեմ, որպես падգամավոր։ Էս է ամբողջ, ասում եմ բանը, ձեր նախընտրական խոսույթը, մեր նախընտրական խոսույթին կներեք այս արտահայտության համար, բայց ամբողջությամբ պատասխանատու ենք մեր նախընտրական խոսույթի համար, ավելին ասեմ, մենք տեր ենք մեր նախընտրական խոսույթին, ու էլ ավելին ասեմ, դուք ինքներդ եք ապացուցում մեր ամբողջ նախընտրական խոսույթը, հարգելի գործընկերներ։ Ամբողջությամբ եկել եք այստեղ ապացուցելու մեր նախընտրական խոսույթը։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե որ ուժը ինչ է արել, շատ լավ, եկեք խոսանք, թե որ ուժը ինչ է արել։ Կարեն Կարապետյանը, Նարեկ Կարապետյանի հայրը,
Երբ որ հանրապետական խմբակցության նախագահ էր, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար էր ու հեղափոխության օրվա դրությամբ էլ հանրապետական падգամավոր էր։ Քանի հազար դրամի թոշակ էր թողել Հայաստանի Հանրապետության թոշակառուներին նվազագույն։ 16000 դրամի։ Դուք 16000 դրամ թոշակ տվող կուսակցություն եք։ Դուք 16000-ի կուսակցությունն եք, հարգելի գործընկերներ։ Դա եք դուք։ 16-ը իհարկե մենք էինք ընտրություններին, բայց դուք 16000-ի կուսակցությունն եք։ Աղքատությունից են այստեղ խոսում, աղքատությունը։ Պարոն Կարապետյանի, Նարեկ Կարապետյանի հայրը ֆանտաստիկ տեսանյութեր կա Ազատություն ռադիոկայանում օրինակ։ Ընտրություններից առաջ կամ այդ ընտրական տարում Լոռու մարզում, երբ որ յուղ ու բրինձ էր բաժանվում, փաստացի։ Յուղ ու բրինձ էր բաժանվում։ Ժողովուրդ, յուղ ու բրինձ։ Յուղ ու բրինձ հասկանում եք։ Քաղաքական իշխանության մոտեցումը ձեր տարիներին եղել է այն, որ մարդիկ ինչքան աղքատ լինեն, այդքան քիչ փող է պետք լինելու իրենց ընտրակաշառքը կազմակերպելու համար։ Ինչքան աղքատ լինի ժողովուրդը, այնքան ավելի լավ։ Թոշակը ինչքան ցածր, այդքան թոշակառուի ձենը արժի ավելի էժան։ Պարզ լոգիկա է։ Ու դրա համար է, որ մեր արած սոցիալական ծրագրերի, մեր բարձրացրած թոշակների, մեր ընդհանուր տնտեսական քաղաքականության արդյունքում է, որ ձեր նախկին հանրապետականի բաժանած 10000 դրամը այս ընտրություններին փաստացի ձեր ուժի ներկայացուցիչները բարձրացրել հասցրել էին 100000 դրամ։ Ես նորից եմ ասում, մեր տնտեսական ու սոցիալական կատարած գործունեության լավագույն ցուցանիշը ընտրակաշառքն է, ժողովուրդ ջան, ձեր կողմից բաժանված, ձեր ներկայացուցիչների կողմից բաժանված։ Նախկինում բաժանում էիք 10000 դրամ միջև մեր իշխանությունը, մեր կողմից խորհրդարանում մեծամասնություն ստանալուց հետո 2018 թվականին դուք արդեն հիմա այս պայի դրությամբ բաժանում եք 100000 դրամ։ Սրանից լավ ցուցանիշ ուղղակի չկա եւ լինել չի կարող։ Ու ես ձեզ ասեմ իհարկե, մի բան էլ ասեմ։ Պարբերաբար այստեղից խոսվում է թոշակները բարձրացնելու բացասական կոնտեքստի մասին, թե բա դա էս էր, դա այն էր, դա իր մեջ պարունակում էր սոցիալական կաշառքի որոշակի դրվագներ, այսպես, այնպես, բա ինչ պարտադիր էր բարձրացնել։ Սիրելի թոշակառուներ, հանկարծ չմտածեք, էլի բարձրացնելու ենք ձեր թոշակները, ինչպես խոստացել ենք նախընտրական շրջան։ Ու բարձրացնելու ենք բոլորին, անկախ նրանից, թե դուք մեզ եք ընտրել, մեզ չեք ընտրել, անկախ նրանից, չգիտեմ, օրինակ ձեր թոռնիկները գուցեև ուժեղ Հայաստանի падգամավոր են, Հայաստան դաշինքի падգամավոր են։ Մենք ձեր թոշակները բարձրացնելու ենք, ուզեք, թե չուզեք։ Այսքանը, շնորհակալություն։ Արայք Հարությունյան։ Հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, այսօրվա